Անցով քաղաքի միակ նավը։ Խաղերի մասին գրեթե բոլորս լսել ենք, անգամ խաղացել ենք փոքր տարիքում բազմաթիվ խաղեր, բայց երբեք չէի մտածի, որ հնարավորություն կունենաս խաղալու բազմազան տարբեր խաղեր նավի մեջ, այն էլ Երևանի միակ նավի մեջ։ Եվ այսօր այս աթոռին նստող մարդը մեզ կբացահայտի բոլոր գաղտնիքները, թե ինչ է կատարվում այդ նավում։ Մնացեք մեզ հետ ու հետևեք մեզ ABC Media-ի եթերում։ Մի վարքյան հեսա։ Մենք միշտ պատրաստ ենք։ Մենք կարաս ուժը ռեկ տաս։ Կարելի է ուժը բաց։ Հասկանում եք, էլ որ հանգած։ Մելին մի հատ բան է ուզում հարցնեի քեզ։ Բայց մոռացա։ Ողջույն Մարինա ջան։ Այս լուրջ արդեն սկսել։ Մեն սպոնտան ես ասում գնա։ Չէ, ոնց ես։ Կես ժամ 40 րոպե շփվում ենք, մինչև ոդկաստ սկսելը ու հələ չենք հասել անուններով փոխանակենք, որովհետև շատ հետաքրքիր թեմաներից ենք խոսում։ Հենց որ ձեզ մաղթում եմ զրույցներ ունենաք, որ չհասցնեք նույնիսկ մտածեք դիմացի անունը ինչ է, պրոստը խոսակցությունը գնա։ Ոնց եք։ Լավ Գեղարդ ջան, շնորհակալ եմ, որ այսօրվա ձեր հյուրի ես եմ ու վստահ եմ, որ շատ հետաքրքիր զրույց ենք ունենալու, որովհետև եթե դեռ իրական ոդկասթը չսկսած մենք արդեն կես ժամ ամբողջ ուրիշ ոդկաստ ենք արել։ Այո, կարողացանք հազար ու մի թեմայի շուրջ քննարկում ունենալ, վստահ եմ, որ այն պատրաստած հարցերը, որ պահել եք, դրանց շուրջ իրական հարց չեմ պահել պատրաստած, բայց մենք շատ էլի լավ թեմայից ենք խոսում, վերջիններ կիսատ մնաց, որտեվ ռեժիսորը որոշեց, որ պետք է սկսենք այդ բանը, մենք շնորհակալ սկսել էինք արդեն, կարանք շարունակենք։ Այո, մենք արդեն կես ժամ 40 րոպե սկսել ենք։ Համաձայն եմ, բայց դու իմ համար յուրահատուկ հյուր ես, Մարինե, որովհետև այս ամբողջ էպիզոդների ընթացքում առաջին կին հյուրն ես իմ հավատման, այո, եւ այդ բացումը արեցի փաստորը։ Միանշանակ, ես այն որ բերեցիր գույն ու բերեցիր հավասարություն այս ոդկասթին ու այդ կապակցությամբ շատ կուզենամ քեզ նվիրեմ այս ծաղիկները։ Շնորհակալ եմ շատ։ Իրականում նմանատիպ փունջը, որը իրոք շատ յուրօրինակ ծաղիկներ է իրենցի ընդհանրում, շատ ավելին է, քան 50 հատ վարդը, անկեղծ։ Շատ շնորհակալ եմ, անպայման իմ սեղանին սա կդնեմ։ Ես եմ շնորհակալ Մարինա, բայց այս պահին հա, այստեղ դնեմ, որ մեզ չխանգարի։ Շնորհակալ եմ։ Իրականում ես միշտ որ մտածում եմ մենք ինչ ենք տղամարդիկ ինչ են կնոջը ծաղիկ նվիրում այդ հարցի պատասխանը ասես մի քանի абստրակտ կողմերից է գալիս իմ մոտ ուղղակի կարամ ես ամեն ինչի վերաբերեմ մի հատ մեկնաբանություն անեմ այդ ինչին ես էլ դեռ չեմ գտել այդ դուք պատասխանեցիք թվում է ինչի անտապես տղամարդը կնոջը ծաղիկ նվիրում բայց իմ համար կինը միշտ գեղեցիկա ծաղիկով թե գալիս թե գնալիս թե բոլոր իրավիճակներում կինը միշտ պետքա ծաղիկը ձեռքը լինի չգիտեմ ես sense եմ պատկերացնում կա շատ ռոմանտիկ հնչես բայց իրոք իմ պատկերացումներում էսպես է դու քո կարծիքը կասես ինչի համար են ընդհանրապես կանայք սիրում ծաղիկներ ու ինչի համար են տղամարդիկ նվիրում իրականում այո ծաղիկներ կարծում եմ բոլոր կանայք են սիրում որովհետև կարծես կյանքի գույն լինի ծաղիկը իրանով ու այդ գույնը ինչքան փարթամ է ինչքան տարա տեսակ է այնքան ավելի նույն բույրի առումով եւս այնքան տան այդ միջավայրը որտեղ որ ինքը դրվում է ավելի գունեղ է դարձնում հետեւաբար անկախ նրանից դա որ անկյունում է իր կողքով անցնելուց մի ժպիտ առաջանում իսկ տղամարդն էլ կակրած դրա համար է նվիրում ծաղիկը որ ժպիտ առաջացնի կնոջ մոտ եթե անկեղծ ես ոչ թե ծաղիկ չեմ սիրում ծաղիկներ բնականաբար սիրում եմ բոլորը բայց ես ավելի գերադասում եմ բնական ծառերը ժամանակին տանս ամեն անկյունում չեմ չափազանցնում ինչքան անկյուն ուներ իմ ցանկացած սենյակ այդքան անկյուն կար ուներ ծառ այո ու ես իրանց խնամքով շատ էի զբաղվում իրանց պարարտանյութ տալով եւ այլնով որովհետեւ իրանք ուրիշ թարմություն էին տալիս իմ տանը, ուրիշ շունչ էին բերում, որովհետև իրենց փարթամությունը շատ ավելին էր, քան հողից կտրած ծաղիկը, որը, չգիտեմ, մի քանի օր հետո պիտի թառամեր, հա։ Բայց ցավոք հիմա ժամանակի սղության պատճառով, քանի որ տանը միշտ չի, որ կարողանում եմ իրենց խնամքով լիարժեք զբաղվել, այն ծառերս, որոնք որ չորացան, ցավոք իրանց փոխարեն նորը չբերեցի, չդրեցի ու այդ առումով մի քիչ հիմա սակավություն ունեմ տանը, զգում եմ, բայց երբեք
թարմ ծաղիկի շունչը մյուսի հետ չես կարող համեմատել, որովհետև նա իր գունագեղության մեջ է շքեղ, նա իր թթվածնի տալու մեջ։ Ուրեմն ես կարամ ասեմ, որ կինը նաև ծառով է գեղեցիկ, որտեղ հիմա օրինակ մայրս էլ է պահում ծառեր, տան ամեն անկյունում մի ծառ կա, բանը դարձել է բուսաբանական այգին, այդ մի հատվածը, որ ես մտնում եմ, բայց ես հարցրել եմ, ասում եմ ոնց է խնամել այդ մամ, ասում եմ ոնց ես էլի, դու ինչ ես զգում այս ծաղիկները խնամելու, ջրելուց կամ հոգտանությունից մասին, ասում եմ ես նախ այդ process-ն եմ ինձ դուր գալի, հետո ասում եմ որ դուք տանը չեք լինում, ես խոսում եմ իրանց հետ։ Ասում եմ ունեք ինչ ես խոսում, ինչ է այդ, ոնց է արտად։ Ասում եմ դե չգիտեմ, ինչ-որ բան եմ ուզում պատմեմ, որ այդ պայն մարդ չկա տանը, բոլորդ աշխատանք եք եւ այլն, ասում եմ ես իրանց հետ եմ խոսում։ Ու իսկականից ես նույնիսկ ծառ կար, որ մայրս ինչ-որ շրջան ունենք sense ինչ-որ խնդիրներ, հա, կենցաղային եւ այլն, ու այդ ծառը sense թոշնում էր։ Գնալով թոշնում էր։ Երբ որ ամեն ինչը կարգավորվեց եւ այլն, բոլորս արդեն դուրս ենք եկել այդ խնդրից, այդ ծառը էլի աճեց։ Այո, ես նմանատիպ փորձ եւս մեր տանը ունեցել եմ ու գիտեմ, այո, որ ծառերը լիարժեք կարող են արձագանքել տան աուրային, դրանի զուգահեռ նաև ավելի լավ օրինակներ կարող եմ վերել, չնայած որ այդ վատից մեր տանն էլ ա եղել, որ թոշնել է, հետո մինչև վերականգնել եմ տարիներ անց, բայց մի ծառ ունեի, որը 12-րդ տարում ծաղկեց, որ ես չգիտեի, որ դա ծաղկող ծառ է, ու սկսեցի իրոք գուգլել, որովհետև այդքան տարի ես այդ ծառը խնամել եմ, չեմ էլ իմացել, որ ինքը ծաղկող է, ու պարզվեց, այո, շատ հազվադեպ դեպքերում է, որ ինքը ծաղկում է, կարող ես անգամ 20 տարի պահել իրան, այո, ու ինքը երբևէ չծաղկի։ Հետաքրքիր, որ ծառն է, ինչ տեսակ է։ Անունը չեմ հիշում ճիշտն ասած։ Որ հիշենք այստեղ վերջում, կճշտենք։ Կխնդրեմ այդ հարցը կտրեք, որովհետև չեմ հիշում, չեմ էլ հիշելու։ Ոստա ոչ մի բան չեն գրել։ Ու այդ ծառի ծաղկելը անգամ ինձ մոտ մի քանի ամիս տևեց, այսինքն մի մասից ծաղկում էր, հետո չորանում էր, հետո մյուս մասից էր ծաղկում եւ այլն, հա, շատ հրաշալի բաներ ու այդ ծաղիկները հոտ ունեին, անգամ ամբողջ տնով լցվում էր։ Կարենե Սարգսյան բժշկուհի է, շատ գենետիկ բժշկուհի է, իր այդ երեկոյան գինու Ոչա գինի խմելուց, ոնց են ասում հայերեն չգիտեմ, գինի խմելու էին գրաված, գինու երեկոյի ու ինքը պատմում որ ինքն էլ է սիրում հողի հետ աշխատել եւ այլն բույսերի հետ, ծառերի, ծաղիկների, բայց ընդ մի հատ լավ ֆրազա ինքը օգտագործեց, երբ որ իրան հարցեցինք ինչի ես շատ սիրում աշխատել, ասեց, երբ որ հողի հետ ես աշխատում կամ բույսերի հետ, քիթդ միշտ ներքև արինում, չես կարող ցցես։ Միշտ կախարինում գիտեդ ու հետեւաբար դու նաև համեստություն ես դնում քո արժանապատվի մեջ, երբ որ դու ոնց որ աշխատում ես ու մշակում ես բույսեր կամ ծառեր, դրա համար միշտ այն մարդիկ ովքեր որ ինձ ասում են մոտիկ են բուսական աշխարհին ու փորձում են խնամել ինչ որ բույսեր բայ, իրանք իմ համար տարբեր էներգիա ունեն։ Այդ օրվա հանդիպումից հետո ես տարբեր կերպ եմ ընկալում իրանց հետ խնամքը։ Միանշանակ։ Բայց Մարինա ջան, մենք ասես մի անգամից սկսեցինք խոսալ, արի մի հատ ներկայացի մեր լսողներն էլ իմանան դու ով ես, ինչով ես զբաղվում, կարաս այն տեսախցիկին նայես ներկայացնես։ Ես սովորական մարդ եմ, կին, ով ունի 3 հրաշալի բալիկ, Մարինեն եմ, զբաղմունքիս հիմքում ընկած է Պորտ 88 ժամանցի կենտրոնի զարգացումը, հիմնադրել ենք պրոյեկտը ամուսնուս հետ, ինքը որպես այդպիսի նոր առաջարկ է քաղաքում, ժամանցի նոր ձևաչափ, որի հիմքում 4 կոմպոնենտ ընկած միառժամանակ, մենք առաջարկում ենք ստանդարտ, կլասիկ, սնվել, ապարել, ուրախանալուց բացի, նաև թիմային խաղային ժամանց, որը նույն հասցեում է։ Այսինքն ստեղծել ենք մեծ խաղահարթակ, որտեղ 12 տարատեսակ տարբեր էմոցիաներ առաջացնող խաղեր են եւ խաղային ֆորմատը թիմային է, որը իրապես տարիք չի հարցնում հետաքրքրության առումով, մենք մեծ փորձ ունենք մեծահասակներին խաղացնելու եւ տալու այն, ինչը որ իրանք իրապես չեն ակնկալում, որովհետեւ ճիշտ այդ նույն խաղահարթակում տարբեր ժամերի նաեւ ավելի երիտասարդ սերնդի ենք հյուրընկալում, բայց ես միշտ ասում եմ, որ ճիշտ երեխաները շատ ուրախանում են, շատ մեծ վայելք են ունենում այդ ամեն ինչը իրանց մաշկի վրա զգալուց, այդ խաղերի մեջ պայքարելով եւ այլն,
բայց վստահ կարող եմ ասել, որ մեծերի էմոցիան ավելին է, որովհետև եթե երեխաները գիտեն, որ այսօր այս հարթակում են խաղային ձևաչափի մեջ, վաղն էլ մյուս տեղում են, մյուս օրը մյուս տեղում են, տարբեր էմոցիա չեն առաջացնում։ Գլոբալ իրանց համար խաղը մնում է խաղ, եւ քանի որ այսօր էլ կա այդ տենդենսը, որ այդ երիտասարդ ծերունդը շատ հաճախ է նմանատիպ առիթների մասնակցում, որտեղ հիմքում վսյոտիկի խաղն է, իսկ մեծահասակները այդ այլընտրանքը գրեթե չունեն, մեծահասակի ժամանցը հիմնականում ռեստորանային բնույթի է լինում կամ մաքսիմում, կամ մաքսիմում ինչ-որ երաժշտական բնույթի հավելմամբ, մեզ մոտ մենք առաջարկում ենք այո ռեստորանային կոնցեպտը որպես հիմք, որից զերծ մնալ չես կարող, իդեպ մեր խոհանոցը եվրոպական ասիական է, առաջարկում ենք DJ-ով պարային հնարավորություն, նաև կարաոկեի հնարավորությունն են մեծերը, որ ամեն տեղ չի, որ այս մի քանի բանը կարող են համադրել, բայց այս ամենից վեր, որպես առաջին առաջարկ եւ որպես այլընտրանքային առաջարկ մեր թիմային խաղերի ֆորմատն է, որը ինչու ենք վստահ ասում, որ շատ-շատերի սրտին իրոք կպնում է, որովհետև խաղերի ընտրության հարցում շատ-շատ զգուշ ենք եղել եւ նպատակը եղել է կարողանալ ընտրել այնպիսի խաղացանք, որոնք տարբեր կարողություններ ենթադրեն։ Բոլորին ներառեն։ Խաղ ունենք, որ մտքի ճկունությունն ենք ստուգում, խաղ ունենք, որ հաշվարկային ձևաչափ է ենթադրում, խաղ ունենք, որ ուղղակի ֆիզիկական ակտիվությունն ենք առաջ քաշում, այսպես ասած, խաղ ունենք, որ լիարժեք հումորն է իր հիմքում, բայց շնչառական ինչ որ էլեմենտներով եւ այլն, եթե դա վերջինը Հա, մենք այդ խաղը կոչել ենք մեր լեզվով, այսպես ասած, փչելով ֆուտբոլ, մարդիկ նստում են խաղահարթակի տակ, գլուխները անցքերից հանում են եւ փչելով խաղում են ֆուտբոլ։ Գնդակը փչելով խաղում են ֆուտբոլ։ Սեղանի տակի աթոռները բան են, այդ շարժական են, ադապտացում են ըստ հասակի, որպեսզի մարդիկ կարողանան հանգիստ նստել, իրենց հասակին հարմար նստել եւ գլուխները հանելով փչելով խաղում են ֆուտբոլ, որը իրոք այնքան հումորային է դառնում, որ նամանավանդ երբ այս խաղը խաղում են, մենք ունենք խաղահարթակից օգտվելու 2 ժամային գրաֆիկ, մեկը սնվելուց առաջ կարող են ընտրել խաղան, ապա երեկոն շարունակեն արդեն ակումբային ֆորմատով սնվել, ապարել, ուրախանալ եւ այլն, եւ կարող ենք մյուս տարբերակը, որ սկզբում սկսեն սնվելով, խմելով, ուրախանալով, հեսա կասեմ, որի վերջում արդեն կուլմինացիոն պահը լինի խաղը եւ դրանով ավարտվի միջոցառումը, երբ որ երկրորդ տարբերակն է ընտրվում, այսինքն մարդիկ արդեն որոշակի գինով ցած են ու այդ խաղի ժամանակ չգիտեմ, մոտ մի մետր հեռավորության վրա նստող անձը փչում է այդ գնդակը։ Սարսափելի իրականում բոլորը սկսում են ծիծաղել ու այդ խաղը վերածվում է ավելի շատ ծիծաղի, քան կենտրոնացած փչելու։ Այո, դրա համար ես ասում եմ, որ մեր խաղերը իրապես շատ տարբեր են։ Մենք ունենք գաբարիտային մարսկոյ բոյ, մեր հին թվերի, որ թղթի վրա 10-10-ի վրա քառակուսիներով գծում էինք, դուք որ թիվ եք խաղացել եք այդ խաղը։ Ես 2001 թվեմ ու խաղացել ենք։ Մենք ունենք տետրի վերջեր ու դասերի ժամանակ։ Այո, այդ խաղի գաբարիտային տարբերակը եւս մենք ունենք, որտեղ մարդիկ իրենց նավերը շարում են հատակին, կանգնած հարթակը հակառակորդի խաղադաշտն է եւ իրապես հաշվարկային կրակում են նավերը սպանելու համար ունենք, չգիտեմ, ձեր ժամանակներում խաղերի մասին մանրամասներ։ Ես լսում եմ ու հաճույքով եմ լսում։ Ունենք խաղ, որտեղ հեծանիվները կծված են մեքենաների ռելսին, այսինքն խաղում ենք ավտոգոնկա, բայց հեծանիվներով։ Այո, ինչքան արագ եւ համաչափ են քշում հեծանիվները, այնքան արագ են գնում մեքենաները ռելսի վրա եւ այդ ամբողջը։ Այո, եւ մեր բոլոր խաղերն են թիմերով խաղում, մրցութային ձևաչափով եւ այդ շարժը ամբողջը արտապատկերվում է էկրանին թվային իրենց այդ անցած ճանապարհի ցուցանիշով եւ այլնով, ունենք գոռալու սենյակ, որտեղ դեցիբելով երևում է, ամենաշատն եմ սիրել, որտեղ դեցիբելով երևում է, թե որքան բարձր են կարողացել գոռալ։ Իդեպ մենք ունենք նաեւ այս պահին բացի մեր տեղային հասցեում առաջարկից նաեւ շարժական խաղերի նորություն, մենք այդ product-ին ասում ենք outdoor team building-ի offer, որտեղ ունենք կարելի ասել
ուրախություն բոլորիս, ավելի մեծ խաղացանք, քան մեր տեղային, մեր հասցեում գտնվող խաղերն են։ Մեր հասցեում 12 խաղ կա տեղակայված, բայց մեր շարժական խաղացանկը արդեն 23-ն է։ Բոլորը կարող են միաժամանակ այո, 23-ը, այո, կարող ենք տանել, ուղղակի էլի հիմքում ընկած է այդ գաբարիտը։ Մեր առաջնային նպատակը, երբ որ պրոյեկտը ստեղծվում էր, նպատակներից մեկը այն էր, որ կարողանայինք ստեղծել մի բան, որը իր չափերով եւս մարդու համար լիներ հետաքրքիր։ Այսինքն կան շատ խաղեր, որոնք ծանոթ են խաղացողին, կամ անգամ եթե ծանոթ չեն, բայց ինքը իր չափի մեջ արդեն հետաքրքրություն առաջացնում, բայց եթե ծանոթ են ավելի փոքր տարբերակին կամ թեկուզ թուղթ ու գրիչ տարբերակով ու հիմա տեսնում են դրա մեծը, միանգամից ժպիտ ու հիացմունք առաջացնում։ Իրոք էյֆորիկ ինչ-որ բան է լինում, որ հիշողության գիրկն են ընկնում ինչ-որ մի բանի հետ եւ դա այս բանին կարողանում են, տեսնում են իրանց չափերի մեջ։ Այո, մենք խաղեր ունենք, որ նույն այդ տեղաշարժման ենթակա խաղերի մեջ ունենք, որ գնում ենք պավիլիոն ենք հավաքում այնտեղ, պավիլիոն ունենք 25 քառակուսիա, պավիլիոն ունենք 30 քանի քառակուսիա։ Ծավալուն աշխատանք է։ Այո, այսինքն մեր բովանդակության տարբերվող լինելը առաջնային նրանով է, որ մենք ոչ թե չենք վախում չափերից, այլ մեր առաջարկի հիմքում ընկած է մեծությունը եւ ընկած է հետաքրքրություն, որին չէին սպասում։ Մենք դեռևս ճիշտ արդեն 2 տարի է շուկայում ենք, բայց դեռևս կարողանում ենք ասել, որ միակն ենք այս առաջարկով, այո։ Շատ դժվար է դա պահել, որովհետև երբ պրոյեկտը նոր ենք սկսում, իր ռիսկերից մեկը եւ երևի թե առաջին ռիսկը այն էր, որ քանի որ նմանը չունեցող պրոյեկտ էր, արդյոք ինքը լիարժեք արդարացնելու էր իրեն, որովհետեւ միշտ հեշտ է, երբ որ դու գիտես շուկայում կա ABCD նմանատիպ առաջարկը, այսինքն դու հերթականն ես այդ առաջարկների մեջ, բայց այդ կոնցեպտը կա եւ մարդիկ արդեն ընկալել են այդ առաջարկը եւ դու ուղղակի գուցե քո ինտերիերով, գուցե քո ինչ-որ մի բանի որակապես մի փոքր փոփոխությամբ ես հանդես գալու, բայց որպես այդպեսին մարդկանց մոտ արդեն կա ինչ-որ բան նստած, թե դա ինչ է իրանից ենթադրում։ Իսկ երբ որ դու առաջարկում ես մի բան, որը չկա, դա շատ դժվար է եւ պիտի կարողանաս մարդկանց բանականությանը տեղ հասցնել։ Տեղ հասցնես։ Այդ կոչվում է Blue Ocean Strategy, գիտեք, չէ՞։ Բիզնեսում կոչվում է Blue Ocean Strategy, որ դու գտնում ես բիզնես դաշտում տեղեր, որտեղ որ դեռ ոչինչ արված չի, ու դա կլինի ինովացիա։ Գոնե հայկական շուկայում, օրինակ շատ են ինձ թվում է այդպես կետերը։ Ճիշտ է, նրանք սպառվում են ինչ-որ կետում, բայց ես եմ ուզում մի հատ հարց տալ այս ռամասով, դժվար է լինել կին գործարար Հայաստանում։ Ես առաջի անգամ եմ կին գործարար շփում ու իսկապես ինձ շատ հետաքրքիր է, կա արդյոք ինչ որ դժվարություններ, տիպիկ, որ բոլոր կին գործարարներն են ունենում, կա արդյոք մի բան, որ հենց սպეციფიկ պորտություններին է վերաբերվում, օրինակ։ Երևի այս հարցին մի քիչ ավելի հերվից կպատասխանեմ։ Ես տարիներ շարունակ 17 տարի արդեն IT ոլորտի ներկայացուցիչ եմ, մինչ օրս էլ դեռևս IT-ում կամ երբեք չէի գուշակել։ Իրականում երբ այս միտքը հղացավ, որ պիտի այս միտքը իրական վաղուց է հղացել եւ ինքը եփվում էր տարիներ շարունակ, բայց երբ 2 տարի առաջ ես ամուսնուս sense անընդհատ արդեն վсё-таки արի անենք եւ այլն, իդեպ ամուսինս էլ է IT ոլորտից եւ մենք IT-ում արդեն ամեն դեպքում հարաբերական ավելի կայուն ոտքերի վրա ենք, արդեն հետաքրքրությունը այնտեղ մի քիչ ավելի այլ է եւ այլն։ Ու առաջին հարցը, որ ամուսինս տվեց, էտեն էր, որ արդեն որ լուրջ հաշվարկների մեջ ենք եւ այլն, որ որոշում կայացնելուց կես պակաս փուլում ենք, իր ամենակարևոր հարցերից մեկը այն էր, որ հալավ, բայց ինչի ենք մտնում մի ոլորտ, որում մենք դեռևս խակ ենք եւ բացի դրանից մենք ստեղ արդեն հարաբերական կայացած ենք, իսկ հերիք չի այն ոլորտում մենք դեռ խակ ենք, մի հատ էլ մեր առաջարկն էլ լիարժեք նոր պրոդուկտ է, որը շուկային
0-ից շատ ռիսկային քայլ, 0-ից պիտի հրամցվի եւ բացատրվի թե դա իրենց ինչ է ներկայացնելու, ռիսկը ռիսկի վրա, այսպես ասած։ Ես անկեղծ մի պահ պապանձվեցի, որովհետև մի բան որ շատ ես ուզում, քեզ սառը ու սև սպիտակ հարցերը հետ չեն դուր գալիս։ Դժվար է։ Բայց իր հարցը շատ տեղին էր ու սթափեցնող, որովհետև մենակ էմոցիա չպիտի լինի բիզնեսում, այդ հաշվարկների մեջ, բայց իմ մոտ այդ պահին էմոցիան շատ ավելի բարձր տեղում էր, քան մնացած ամեն ինչը։ Բոլոր բիզնեսների իդեալները այդպես է սկսում։ Ես էլ շատ գունեղ մարդ եմ։ Ես ցանկացած բան որանում եմ։ Ես այնքան գույն կարամ դնեմ այդ բանում, տարական ճաշեփելու մեջ այնքան գույն ու էմոցիա կարամ դնեմ։ Ես ինձ իրոք մի պահ սառեցի, բայց ես նույն պահին էլ իմ մոտ այն պահն է, որ ես իրավունք չունեմ ինձ պատասխան չտալու, որ ես ասենց ուղակի փակվի այդ էջը, որովհետև ես այդ էջին հասնելու որ մենք արդեն պիտի վերջնական որոշում կայացնենք, ես այնքան այդ տապով եմ համոզել, որ ես հարցից չպիտի տապալի։ Ու համոզ ստացվեց, հա, գտակ։ Հա, իրականում ես երևի մի 2 րոպե լռեցի, հետո ասենց ամբողջ կյանքս եկավ աչքերից առաջ։ Ինչ արգումենտ եք օրինակ տվել։ Ու ասեցի, ինձ գույներն են պակասում իրականում, պակասում է այո էմոցիան, պակասում էր էմոցիան, պակասում էր գույները, պակասում էր մարդկային հարաբերությունների եւ ուրախության ժպիտները, ճիշտ է ահռելի աշխատանք է սպասարկման ոլորտում, կազմակերպչական շատ կոմպոնենտների զուգակցումը, որովհետև նույն մեզ մոտ, եթե խոսենք կապ չունի ծնունդա երիտասարդ սերնդի ներկայացուցիչ, թե team building-ը մեծահասակների, երկու դեպքում էլ մարդիկ վստահում են իրենց կարևորագույն օրը, ծնունդի պարագայում դա տարին մեկ անգամ է լինում, team building-ի դեպքում էլ շատ ավելի դժվար է այդքան մարդկանց, այդքան մարդկանց համար կամպանիան հատկացնում է ինչ-որ բյուջե եւ դա ամեն օր չի, հետեւաբար դա շատ պատասխանատու է, որ անցնի պատշաճ մակարդակով, որպեսզի մարդիկ իրապես ոչ թե չափսոսան այդ գումարը, որ տվել են, այլ ընդհակառակը դա քո պատիվն է եւ դա հաջորդիվ նոր հաղորդի գալու, այո, հետևաբար երկու պարագայում էլ դա կլինի ծնունդ, թե կլինի team building, դու մարդկանց համար տարվա մեջ մեկ անգամ կայանալիք միջոցառման համար ես պատասխանատու, որը իրոք միջոցառումը պիտի վերածես տոնի, որովհետև երբ որ օրինակ կլասիկ ռեստորանը այցելուն մտնում, ինքը ընդամենը հոգ է տանում իր այդ պահի ստամոքսի բավարարելու համար, որը եթե անգամ չգիտեմ, մատուցողը ոչ շատ, չգիտեմ, ժպիտով մոտենար կամ նույն սնունդը մի փոքր իրանց սպասելիքից ցածր լիներ, տենց շատ գերխնդիր չէր լինի, կարևորը այդ պահին իրանք սնվեին դուրս գային, բայց երբ որ դու կազմակերպում ես մարդու կարևորագույն օրը, դու պատասխանատու ես թե սննդի համար, թե մատուցման ընթացքի համար, թե նույն խաղային կոնցեպտը առանձին պրոդուկտ որ դու զուգահեռ վաճառում ես, բայց ի վերջո այդ ամեն ինչի մեջ ես երբեք չեմ ասում, որ մենք վաճառում ենք սա։ Ես այս ամենի համար արտահայտվում եմ, որ մենք տալիս ենք էմոցիա եւ չենք վաճառում։ Մենք տալիս ենք էմոցիա եւ առաջացնում ենք էմոցիա, որից թանկ բան չկա։ Մենք team building ենք ունեցել, որի վերջում ասեցինք ոնց անցավ, այսինքն ամեն ինչ տեսել էինք, բայց որ ծիծաղելուց մարդ հոգնի չէինք տեսել, բերանները ցավացին, դա շատ դրական պատասխան էր ու հիշվող, որովհետեւ մենք դրա համար ենք աշխատում։ Ես պատկերացնում եմ այդ feedback-ը լսելուց ինչքան հաճույք ես զգացել դու։ Որ համոզել եմ չէ։ Այո, ու այդ պահը չէ, revenge-ի պահը։ Չէ, համոզվեց ինքը, համոզվեց ամուսինս, բայց եթե հիմա վերադառնանք ձեր հարցին, թե ինչքանով է գործարար կնոջ դերը համատեղվում, ինչի այդ նախաբանը պատմեցի, որովհետև ի սկզբանե ես գործարար չէի, ի սկզբանե ես հազարակ իմ գործառույթի, բացառապես իմ գործառույթի պատասխանատուն էի, հետևաբար դա շատ անգամ ավելի հեշտ բան է, քան դու կարողանաս մի ամբողջ թիմի կատարած աշխատանքի համար պատասխանատու լինել, որտեղ իրապես անսահման շատ նրբություններ կան,
բայց ինձ դա շատ ավելի քիչ էր վախացնում, քան այն էմոցիան, որ ես պիտի ստանայի։ Հետևաբար կոմպենսացիան իմ դիտարկմամբ ավելին էր, այո։ Ժամանակային առումով իրապես շատ ցավոտ կողմեր ունի, որովհետև ես երբեք չեմ բողոքում, որովհետև դա քո ընտրությունն է լինում, դու ցանկացած իրավիճակում ինքն է որոշում ինչի համար եւ մի փոքր երբ որ խելամիտ ես լինում, նաեւ հասկանում ես ինչի դիմաց։ Այո։ Բայց ու իմ ցավը այստեղ էնա, որ ես պորտի բացվելուց հետո ընտանիքիս երեխեքիս ավելի քիչ ժամանակ եմ կարողանում հատկացնել, քան կարողանում էի հատկացնել ժամանակին, որովհետև ես մի քիչ մաքսիմալիստ եմ եւ շատ կարեւորում եմ, որ այդ սերը, որը պիտի ծնողից անցնի երեխային, ոչ թե լինի զուտ էմոցիոնալ մակարդակով, այլ նաև լինի այդ ուսուցողական ներկայությամբ երեխայի կյանքում այո, այսինքն կան զարգացման ինչ-որ փուլեր, որտեղ որ երբ որ քո դերակատարումը մի քիչ կաղում է, հաջորդիվ դու հաստատ նկատում ես այդ բացը ու այս վերջին 2 տարվա մեջ իրապես ես զգում եմ, որ ես ունեմ այդ բացը իմ երեխեքի մոտ, բայց դրանից զուգահեռ նաև փոխհատուցվող որպես ձեռքբերում ես զգացել եմ, որ իմ երեխեքը մի քիչ ավելի հասունացել են այս ընթացքում, որովհետև մի շրջան եղավ, որ գրեթե միշտ գալիս էի տուն, երբ որ երեխեքը արդեն քնած էին լինում, շատ ցավալի փաստեր, հիմա շատ եմ կարողացել այդ առումով հղկել, շատ հաճախ կարողանում եմ գալ իրանց պարտեզից դպրոցից գալուց, իհարկե միշտ չէ, բայց այդ արդեն ահագին հղկվել է, բայց այն փուլում, երբ որ ես շատ էի բացակայում, անդադ զրույցներ էինք ունենում, որ ասում էի սա ժամանակավոր է, բայց որպեսզի մենք ստանանք այն ինչի համար, որ մենք ես էլ պապանել, այսքան ներդրում ենք անում մեր ռեսուրսը նավում։ Հա, իդեպ չասինք, որ սա նավում է։ Ես սպասում եմ այնքան հետաքրքիր խոսում։ Չեմ ուզում ընդհատեմ։ Այս կոնցեպտը ստեղծվել է Հրազանի կիրճի նավ ռեստորանում։ Իդեպ մեր այս անցով քաղաքի միակ նավապետուհին է, այտենց հայերեն եթե բարկա չգիտեմ, եթե չկա ստեղծեք, որտեղ փաստացի ունենք։ Այո, Կիևյան կամուրջից երբ նայում ենք ներքև, մեծ նավ է բացվում, ինքը այո, Երևանի միակ նավն է։ Այո, եւ իր անգամ տեսքը վիզուալ առումով արդեն շատերին գրավում է, որ հասկանան այդտեղ ինչ միջոցառում կարող են անել, որ մոտենան, իսկ մնացածը արդեն հարաբերական բացատրի թակագծերը։ Ինչ-որ երաժշտություն է, խառում։ Ես ուզում եմ հարցնել ինչի 88։ Դու նաև մեր հաղորդման 8-րդ հյուրն ես։ Այսինքն չէ, մեր հաղորդման այո 8-րդ հյուրն է ճիշտ ասած։ Թե պատական ասած։ Իրականում կիսապատական, կիսաբռնացել, ասենց ասեմ։ Մենք գծում էինք բավական երկար ժամանակ մեր հաղորդումների հաջողականությունը ու իսկականից շատ երջանիկ պատահականությամբ հենց 8-րդն ես ընկել Մարինե ջան։ Բայց այսօր եթե մենք չկարողանայինք ժամ փոխենք, դու 7-րդն ես։ Պատահականություններով դառնում է իրականություն։ Այո, բայց ինչի 8 ու 8 թիվը ինչ դեր ունի քո կյանքում։ Այդ ինչ է դա կապված, արի շատ սնահավատության ինչ որ կոմպոնենտ կա իր մեջ, թե ինչ որ ուղղակի 8 թիվը շատ է սիրում, ոնց է դա։ Իրականում, երբ որ մենք պիտի որոշեինք պրոյեկտի անուն, բրենդի անուն որպես այդպեսին, շատ տարբեր մտքեր կար նավի հետ ասոցացվող, նույն կրուիզ, չգիտեմ, շիփ եւ այլն, բայց կարևոր կետ կար, որ պիտի հասկանայինք, որ իրան պետք էր գրել անթերի, անսխալ ու այդ բոլոր մեր հնչեցրած տարբերակները իրապես շատ դժվար էին գրում մարդիկ, պարտադիր 1 մինիմում 1, եթե ոչ մի քանի տառասխալով։ Հա, հետեւաբար դա արդեն searching-ի տեսանկյունից խնդիր էր առաջացնելու։ Հետեւաբար մենք եկանք port բարի վրա կանգնեցինք, որ ինքը ուղղակի բացառել պիտի բացառենք իր սխալ գրելը, բայց քանի որ պորտն էլ հայերը շատ հեշտությամբ կասոցացնեին օրգանական ինչ-որ բաների հետ, մենք ստիպված եղանք Արանքի պատվանի հետ։
մենք որոշեցինք, որ իրան ինչ-որ հավելում է պետք թվային առումով, հիմա էլ կակրած շատ արդի է բրենդերը թվով համալրելը, որոշեցինք ինչ-որ թվով այո համալրել, որ պորտի հետ ասոցիացիան տենց շատ պրիմիտիվ չգնա։ Որոշեցինք, որ ես իրական 8 թիվը սիրում եմ, չեմ հերքի։ Բայց ինչու է պայմանավորված։ Չգիտեմ, ինքը իմ համար երբ որ շրջում ես իրան, ինքը անվերջության նշանին է շատ մոտ եւ հետեւաբար այդ տեսանկյունից սիրելի թիվ է, բայց այստեղ մենակ իմ անձով չի դա պայմանավորված, քանի որ այո այդ ձեր ասած սնահավատության կոնտեքստում շատ-շատերի համար 8 թիվը սիրելի է, հետեւաբար եթե իմ մոտ էլ թեկուզ այլ տեսանկյունից եկած ինքը վատ թիվ չի համարվում եւ շատերի համար էլ չէ վատ թիվ։ Գիտեմ, ճիշտ ասած ես այդ առումով տենց շատ չեմ ֆիքսվում, ուղղակի պետք էր մի բան, որը հեշտ հիշվեր եւ պետք էր մի բան, որը մարդկանց ասոցիացիայի առումով միանգամից տեսողականով ֆիքսվեր եւ որպեսզի մեկ չլիներ այդ թվից դարձավ 88 իրականում սկզբում մտածում էինք անել 365 որպես որ շուրջ ամբողջ տարով, հա, բայց շատ օգտագործված թիվն է։ Հա, բայց այո, քանի որ ինքը շատ օգտագործված էր, հետո նույն անունը ասելուց պորտ 365-ը շատ էր երկարելու, որոշեցինք ավելի հակիրճ, հեշտ պորտ 88 պրոյեկտը որպես այդպեսին շատ հաճախ այդ 88-ը ասոցացում են նաև դասում են իմ ծննդյան հետ է կապված տարեթվի ու բայց համընկնում է։ Չէ, այդ մեկը չի։ Մենք նաև մեր հաղորդման ընթացքում ունենք մեծ շատ գեղեցիկ sense ավանդույթ ձևավորած, մեր ամեն նախորդ տուրը հաջորդ տուրին նվեր է հանձնում։ Հիմա դու գիտես։ Հիմա մեզ ինչ են հանձնել։ Ես չգիտեմ, այսինքն գիտեմ, բայց չեմ ասի։ Հիմա մի րոպե հարցը նրան էր, որ ես ինչ եմ հանձնելու, թե։ Չէ, հարցը նրան է, որ ես նախորդ տուրի նվերը փոխանցել եմ ձեզ, հետո արդեն ձեր նվերը դուք չեք ասելու ինչա։ Ինքը մնալու է արկղում, հաջորդ տուրը գալու է բացի։ Ուղղակի մի հատ ինտրո կարակ տակ։ Արի լավ sense անենք։ Դու պատմի քո նվերի մասին, բայց չասելով դա ինչ նվեր է, ես մինչև քո նախորդ տուրի կողմից քեզ նվիրած նվերը արդեն տամ քեզ։ Հա, ճիշտն ասած, ինձ որ հրավիրեցին այս ոդքասթին, ասին անվճար չի այս ամեն ինչը, ինչ որ կերպով կորզելու ենք մի բան։ Բացառապես անվճար չի, ուզում եք գաք, խնդրեմ։ Այո, բերեք նվեր կգա։ Հա, իրականում ես սկսեցի այդ բանին մտածել, ինչ հետաքրքիր բան կարելի է մտածել, առաջին միտքը որ եկավ, մտածում էի գիրք նվիրել, որովհետև դա ամենաարդին է, որովհետև նամանավանդ բիզնես ոլորտում կարելի է հաստատ գտնել հետաքրքիր ինչ-որ մատերիալ, բայց որոշեցի ավելի հետաքրքիր բան անել, որը կլինի լիարժեք ասոցացվող իմ եւ Port 88-ի հետ, քանի որ մենք առաջարկում ենք մեծ ակցենտով team building-ային ֆորմատ։ Հետևաբար կարծես լիարժեք հաստատում փակագծի բացելը, բայց հաջորդ հյուրի թիմին մեծ սիրով մեզ մոտ կհյուրընկալենք X գումարի վաուչերի շրջանակներով կամ այդ վաուչերի չափով զեղչով կախված թե ես կուզեմ ես հաղորդման հյուրը լինեմ բայց շանս չունեմ բանը եկեք փոխվենք տեղերով ես ինձ հարցազրույց ես նվերը հանձնեմ ու փոխվենք ես ում նախորդ հաղորդման մեր հյուրի նվերը փոխանցեմ կարող ես վերցնել մեջից շնորհակալ եմ փաստորեն ճիշտ էր որ հիմա գիրք չէր որ չկրկնվեր իմի չայլոց ես ասեմ այս գիրքը արդեն երրորդ անգամ են մեր հաղորդման ընթացքում նվիրում Ես նվիրել եմ անձամբ առաջին հաղորդման ընթացքում իմ առաջին հյուրին, նախորդ երկու հաղորդման հյուրերը իրար այս գիրքն են նվիրել։ Հրաշալի։ Ով գիտի, եթե ես ընտրեի, ես սա էի ընտրելու, թե չէ։ Հնարավոր է, որտեղ շատ բեսթսելեր գիրք է։ Իրականում ես ցավոք դեռ չեմ կարդացել ու շատ շնորհակալ եմ, որ հենց այս գիրքն է իմ նվերը, որ ես անպայման կկարդամ իրան։ Ես ընդամենը կուզեմ մի բառ ասեմ այս արագ դանդաղի հետ կապված։ Իրականում կյանքը ցույց է տալիս, որ դու պիտի քո անելիքի մեջ լինես արագ, այո, եւ որակը պահելով արագ, որովհետեւ այդ կլոնավորողները
հետևից այդ կարող են հասնել։ Ես սկսեցի նախադասությունս չհասցրեցի վերջացնել։ Այնքան հետաքրքիր ենք, մենք շփվում խոսքից խոսքա բացվում, որ շատ sounds Ես իրականում շատ ուրախությամբ եմ ասում դեռ, որ 2 տարի մենք բաց ենք, բայց կոնցեպտի կլոնավորում չի եղել, ինչի, որովհետև եթե անդադ update ալինում։ Այո, բացի են, որ մենք խաղային մեր խաղահարթակում խաղերի մեջ ունենում ենք update-ներ, բայց իրանք բավականին ծավալային են թե գումարային ինվեստիցիայի առումով եւ թե կազմակերպչական թեմայով, որովհետեւ այն հարթակները, որտեղ առաջարկվում է խաղային կոնցեպտ, նաեւ իրենք նույն ռեկվիզիտային առումով շատ ավելի թեթև են, որոնք իրապես շատ անգամ ավելի հեշտ կառավարելի են եւ մեծ դժվարություն չեն ենթադրում։ Այստեղ թե գաբարիտը, թե վերահսկողությունը եւ թե միտքը, որ ինչ այլ բան բերես, որ էլի չկա շուկայում, որտեվ դա մեր ամենաառաջնային բանն է։ Մենք որ օրինակ մեզ զանգում հարցնում են, իսկ ինչ խաղեր ունեք, հետաքրքիր կլինի, այս ինչ տարիքի համար, մենք շատ վստահ ենք պատասխանում, որ այո, որովհետեւ խաղացանկը այնպեսին է, որ դեռ քաղաքում որևէ այլ տեղում չկա եւ քանի որ իրանք բնույթով տարաժանր են, մենք որպես այդպեսին հետաքրքրություն առաջացնելու գերխնդիր չենք ունենում, որովհետև անգամ եթե 12 խաղից 2-ը այս մասնակցին դուր չգա, մյուսների մեջ ինքը կգտնի իր հետաքրքրությունը։ Ու մենք շատ հաճախ ենք հարցնում մեր հյուրերին, դա կլինի ավելի տարիքային ցածր, թե մեծահասակներ լիարժեք, երբ որ մենք հարցնում ենք, որ խաղերը ամենաշատը սիրեցիք կամ որոնք իրոք շատ տպավորվեցին ձեզ մոտ, 5 հոգու հարցում ես 5-ն էլ տարբեր պատասխաններ են տալիս։ Դա հրաշալի է իրականում, որովհետև դա հրաշալի է, հակառակ դեպքում կստացվեր, որ X տեսակի խաղերը սիրվում են, մյուսները դե ոչինչ։ Չէ, մեր կոնտինգենտի պատասխանը մեզ հուշում է, որ այո, այդ տարաժանրը շատ գայթակղում է, որովհետև ամեն մեկը գտնում է իրեն հարազատը, իրեն հետաքրքրողը։ Մենք խաղ ունենք outdoor team building-ին տանող, ինքը կիմանաք երևի memory game-ը, որ կա հիշողության, որ քարտերը պիտի բացեն երկու զույգ նկարներով։ Այն երկու զույգ նկարներով, դրա գաբարիտային է։ Նախորդ բացում են, հետո հիշելով պետքա գտնես։ Հա, իրականում 32 զույգ նկարի մասին ենք խոսում, ինքը գաբարիտային մոտ 2 մետրանոց խաղ ենք սարքել, բայց մենք երբևէ չէինք մտածի, մենք իրականում ինչ-որ խաղ սարքում ենք, մենք շատ մեծ, այսինքն միշտ ինչ-որ բան որ դու մտածում ես, ինչ որ հիմք ունի, որ դու սարքում ես դա, բայց երբեք մենք որևէ բան սարքելուց առաջ երաշխիքային sense ինչ որ պեչատներ չենք դնում, թե սա ինչ կարգի է սիրվելու, որովհետև դա ընդամենը X հոգուս քննարկածի եւ պլանավորածի արդյունքն է լինում, այո, ու հետո արդեն միջավայրում տարբեր մարդկանց էմոցիայից, նույն այդ հաղթանակի աղմուկով բանով պայմանավորված հասկանում ես, թե որը ինչքան սիրվեց, որը ինչ կարգի էֆեկտիվ ունեցավ եւ այլն, ու այդ memory game-ը իրականում ինքը սարքվել էր զուտ որպես այլընտրանքային, որովհետեւ գիտենք, որ ամեն դեպքում հետաքրքիր է ֆիքսել, հիշել, որովհետեւ բոլորս անգամ մեր տանը մեր երեխեք հետ են խաղում, ուղղակի թղթային տարբերակն է մյուսը։ Վերջերս լսում եմ արտահայտություն, որ ձեր խաղերը իրական շատ լավն են, բայց այդ խաղից այն կողմ խաղ չկա։ Ասում եմ լուրջ եք ասում։ Այդ memory game-ից։ Այդ memory game-ը։ Ասում է, դուք տեսաք մեր թիմը ինչ կարգի կլանված էր խաղում։ Իրանք իրապես մոտ 20-25 րոպե այդ խաղը խաղում էին, 32 զույգը քիչ զույգ է 64 նկար, ու իրական շատ դժվար է, որովհետև անդադ խճճվում ես այդ քանակի մեջ, քեզ թվում է, հա, հեսա, այս մեկն է այդ իր զույգը, բացում ես, բացում կողքինն ես հիշել եւ այլն։ Ու ես հասկացա, որ ինքը իր կարծիքը չի ասում, իրենց ամբողջ թիմի կարծիքն էր այդ աղջիկը ասում, որովհետև իրանք մեծ էմոցիայով մինչև վերջին վարկյանը պայքարել են, որ ավելի շատ զույգերը իրանց թիմում լինի, ու դա հերթական մեր զարմանքն էր, որ պարտադիր չի, որ մեր ակնկալիքով դա բումանի, մարդիկ այնքան բնավորությամբ տարբեր են, որ կարա իրապես քո ամենա դաժե միջին ակնկալիքով խաղը մեծ աղմուկ բարձրացնի։ Հետաքրքրությունը դրա մեջ է, որ ակնկալիքը չի լինում, այո, անսպասելիության մեջ է, որովհետև եթե մարդիկ գիտեն, որ օրինակ գնացել են հենց հրաձգարան,
ակնկալում ես, որ դա պիտի անես։ Ես միշտ ասում եմ, մարդիկ օրինակ, երբ որ սուրճ են պատվիրել, երբ որ անգամ այդ սուրճը անմահական է, իրանք միևնույն է տենց գեր էմոցիոնալ չեն վերաբերում, դե վճարում են դրա համար, գիտեն որ այդ սուրճը պիտի համով լինի։ Այ որ համով չլիներ, իրանք կվրդովեին։ Բայց երբ որ այդ սուրճի կողքը մի հատ շատ ինչ որ գեղեցիկ ձևով մատուցվում է, թեկուզ մի հատ փոքր շոկոլադ, բայց գեղեցիկ ձևով է դա մատուցվում, դա հաստատ շոյում է աչքը, ասում են, վայ ինչ հաճելի է, շնորհակալություն։ Այսինքն մարդը առաջնային ընկալում է եւ տեսնում է եւ գնահատում է այն ինչին որ չի սպասում։ Միշտ ակնկալիքը ես դաժե կենցաղում եմ ասում, նոր եմ եկել դրան, մի քանի տարի է։ Բայց ասում եմ, որպեսզի կարողանա մարդը լինի բավարարված եւ անընդմեջ վրդովմունքի, ներվատրյոպկաների մեջ չլինի, պետք է ուղղակի իր ակնկալիքները իջացնի, այդ պլանկան, եւ ստանալու պարագայում շնորհակալ լինի, երջանիկ լինի, բայց եթե այդ ակնկալիքը ունենում ես կանխավ ու չես ստանում, դա իրապես ցավոտ է լինում։ Բայց այդ չի բթացնում challenging Չէ, ես ակնկալիքներ նկատում։ Բայց ես ուզում եմ գերցնեմ նվերը, քեզ վերջում հետ վերադարձնեմ, որ հանգիստ խոսես։ Հա, շնորհակալ եմ շատ։ Իրականում սա հարաբերական է, թե դու ինչի առումով ես ակնկալիքով շատ լծված ես կարամ ասեմ իմ միտքը մոտապես ինչ կողմի վրա եմ տանում, եթե դու ուզում ես քո առջև դնես challenge-ներ, մարտահրավերներ, դու ավտոմատ ձևավորում ես ինչ որ ակնկալիքներ։ Ես էլ եմ հավատա փորձում եմ ես էլ իմ կյանքում ոչ մի անձից, ոչ մի երևույթից, ոչ մեկից ոչ մի ակնկալիք չձևավորել։ Կամ ես իմ ռեսուրսները ու իմ մտքերը ու այդ շրջանակում ամեն ինչ լինելու էլի ես տենց եմ անցնում, բայց միևնույնն է, որպես մարդ արարած մենք զուրկ չենք այդ էմոցիան չունենալու, այդ դրան չտրվելու բանից, գայթակղությունից, էլի իսկապես որպես մարդ արարածներ չենք կարա չտրվենք դրան։ Ու երբ որ դու ինչ որ challenge-ներ ես դնում, ինչ որ բաներ ես որոշում, դու ավտոմատ ձևավորում ես ակնկալիք, այս դեպքում օրինակ հիմա պորտությունների մասին խոսեմ, եթե դուք նոր խաղ եք ստեղծում, դուք ունենում եք, չէ՞, ակնկալիք, որ դա պետքա սիրվի։ Այսինքն նայեք, ակնկալիք գաղափարը շատ տարբեր է։ Դու դնում ես ակնկալիք կոնկրետ անձով պայմանավորված, թե երևույթից, թե քո նպատակներից։ Դրանք շատ տարբեր են։ Երբ որ դու ունենում ես ակնկալիք քո նպատակների մեջ, դու ինքդ գծում ես դրա համար բավականին երկար ստրատեգիա եւ փորձում ես դու ինքդ քո ձևաչափով այդ բոլորին հետամուտ լինելով կազմակերպես այնպես, որ այդ քո ակնկալիքը իրոք արդարացվի, որովհետև բիզնեսը չի սիրում ուղղակի սենց օթերում ապրել։ Բիզնեսը սիրում է գծագրած ձևաչափ եւ հետեւաբար ամեն կետի հետ կապված դու պիտի ունենաս ակնկալիք։ Այս ակնկալիքների մասին չեմ խոսում ես խոսում եմ ավելի ռեսուրսային պաշարի ակնկալիքից, մարդկային ֆակտորի ակնկալիքից եւ ամեն տարբեր բաներ քննարկեցինք։ Ես մինչև պորտությունութի ստեղծվելը, երբ IT ոլորտում էի, այստեղ միշտ տեսել եմ ավելի պատասխանատու մարդկանց, ավելի ճիշտ ինքնագնահատական ունեցող մարդկանց եւ աշխատել եմ հիմնականում այնպիսի միջավայրերում, որտեղ այո իմ ակնկալիքները թե թիմակիցներից, թե նաեւ իմ վերադասներից եղել են սպասելի չափերով, այսինքն եթե ես իմ թիմակցից ակնկալում եմ, որ ինքը վստահելի ընկեր է, վստահելի թիմակից է, որ այս գործի բաշխումը եթե արվել է այսպես, ապա ես իմ կտորն եմ անում, ինքը իր կտորն է անում եւ այլն։ Հա, այս դեպքում է միանշանակ, եթե այդ ակնկալիքների մասին խոսքը, ռեսուրսային ակնկալիք։ Դա տրամաբանական է, դա անհրաժեշտ է։ Երբ որ եկել եմ արդեն մի ոլորտ, սպասարկման ոլորտ, որտեղ մարդկանց տեսակները շատ տարատեսակ է իրապես մեր թիմի նախ մեր թիմը բավականին մեծ է, բայց միայն քանակը չի այստեղ, ժանրային են տարբեր։ Մենք ունենք խոհանոցային սաստավ, մենք ունենք խաղավարների սաստավ, մենք ունենք օֆիցիանտների սաստավ, մենք ունենք մենեջերական սաստավ, բար եւ այլն։ Այսինքն այս բոլոր կոնտինգենտները իրանք տարբեր տեսակի վերաբերմունք են ակնկալում եւ իրանցից բոլորից տարբեր է ակնկալիքները, որովհետեւ իրանց թրծվածության մակարդակը շատ տարբեր է։ Այսինքն դու միևնույն ժամանակ, եթե դու ժամանակին առնչվում ես նույն տեսակի մարդկանց
հետ եւ դու ինքդ արդեն պատկերացրել ես թե այս ոլորտում ումից ինչ տեսակի բան կարող ես ակնկալել, այս ոլորտում դու միաժամանակ շատ տարբեր պրոֆիլի մարդկանց հետ է շփվում եւ նաեւ տարիքայինն էլ ստեղ շատ էական է, որովհետեւ նույն մեր կազմի տարիքային շեմը շատ ավելի երիտասարդից է սկսում, մինչեւ մի քիչ ավելի հասունություն, մենք իրականում շատ տեղ ենք տալիս նաեւ ավագ դպրոցականներին, առաջին, երկրորդ, երրորդ ուսանողներին, վերջին դասարանների երեխեքին, որովհետեւ ինքս շատ հակված եմ այն սերնդին տեղ տալու, ով ուզում է իրապես աշխատի, ով պատասխանատու է իր վաղվա օրվա սկիզբը ինքը ստեղծելով, ես իրոք մի օր մի արտահայտություն լսեցի, այնքան էի ուրախացել անկեղծ, մի աշխատակից ունեի, մի պրոֆիլից խնդրեց, ասեց կլինի, ես մյուս պրոֆիլ տեղափոխվեմ, այնտեղ ոնց որ օրերը ավելի շատ են տալիս, դե մենք հիմնականում գրաֆիկը կազմում ենք ըստ մեր համրագրումների, որպեսզի լինի ճիշտ բաշխվածություն աշխատակիցների, ասեց, որովհետև ես սովոր եմ, որ ավագ դպրոցի սան է, մեծ պլաններ ունի ուսանող դառնալու առումով, ասաց ես սովոր եմ, որ ես իմ պարապմունքների գումարները ես իմ աշխատանքով եմ վճարել մինչև հիմա, ասաց հիմա, որ քիչ է կանչում, չեմ հասցնում այդ վճարել, բայց ես չեմ ուզում տնից գումար վերցնեմ, դուք չեք պատկերացնի ինչքան խոցեց ինքը ինձ, լավ առումով, որ ես անկեղծ, երբ որ ես տեսնում եմ, որ երիտասարդ սերունդը այդքան հասուն է, որ ինքը ուզում է իր վաղվա օրվա կերտումը պատասխանատվությունը կրի, սկսի այդքան վաղ տարիքից, դա պիտի խրախուսես, պիտի հնարավորությունը տաս, բոլորս ենք հասկանում, որ մեր առաջին քայլերը եղել են թերացումներով, եղել են սայթակումներով, դրա համար կանք մենք արդեն մի փոքր ավելի ավագ սերունդ, որ կարող ենք ուղղորդել, կարող ենք աջակցել, բայց եթե մարդը ունի այդքան պատասխանատվության զգացում, որ դաժե այս փուլում, որ ինքը այդ պարապելու էր, որ վաղը կարողանար ավելի մեծ բաների հասնել, այսինքն վաղը վստահ շատ մեծ ներդրում անելու իր ծնողների հաջորդիվ կյանքի, իր սեփական կյանքի եւ այլնի, այո, բայց այսօր անգամ ինքը չի ուզում իր ծնողին նեղություն տա, ու ես այո, նմանատիպ մարդկանց համար պատրաստ եմ աշխատատեղ ստեղծելու, օր ավել տալու եւ իմ թիմում ունենալու որպես թանկ ռեսուրս եւ դրանով պայմանավորված նաեւ այո մեր ռեսուրսների ինչ որ X% ավելի երիտասարդ են, հետեւաբար դրանով պայմանավորված եւս նորից եմ ասում շփվելու եւ ակնկալիքի առումով անընդհատ դու տարբեր բաներ ես տեսնում ու ավելի գերադասելի է զուտ ակնկալիքդ մի փոքր դու ինքդ իջացնես, ունենաս, չգիտեմ, պատասխանատու անձանցդ մեջ մի քանի հոգի ավել ռեսուրս, որպեսզի ոչ թե մի բան տուժի, որովհետև սխալ էր, էլի կդառնա ճիշտ, բայց թող ավելի երիտասարդը անի սայթակի մյուսը կուղի, բայց ես այլևս իմ ակնկալիքները փորձել եմ շեմը մի փոքր իջացնել, կառավարել դա ավելի մեծ պոտենցիալ եւ պրոֆեսիոնալ լրիվ ասի շղթան, լրիվ պատկերը իմ համար պարզ է, հա, ինչի մասն ենք խոսում, որովհետեւ մեր սերունդը, նու իմ սերնդակիցները եւ ավելի փոքր տարիքի մարդիկ ովքեր այսօր արդեն հասարակություն ինչ որ դերեր են վերցնում, իրանք էմոցիոնալ իմաստով շատ ավելի հասուն են, այսինքն իրանք emotional background-ը շատ ավելի մեծ է։ Ես զգում եմ աջակցելու, կարեկից լինելու, ես իհարկե չգիտեմ ինչով է դա պայմանավորված, հնարավոր է միգուցե պատերազմում, միգուցե եւ չգիտեմ, ճգնաժամային ինչ որ իրավիճակներով որ եղել է իրանք մեր, այսինքն պատանի կամ երիտասարդ, այն վաղ երիտասարդության շրջանում, բայց փաստացի այնա որ սերունդը շատ էմոցիոնալ իմաստով շատ ավելի հասուն է ու նաեւ դա էլ դեր ունի, որ վաղվա օրվա հանդեպ շատ ավելի գուրգուրանքով են վերաբերվում եւ այդ շատ թանկ է ոնց որ տրվում էլի իրականում շատ կուզենամ մենք մի հատ խաղ խաղանք իրար հետ։ Ես մեծ այդքան խաղերից խոսացինք, ես
ոչ մեկը չենք կարա իմաստեղ խաղալ, որտեվ ես ձեզ հրավիրում եմ մեծ սիրով կգամ։ Չգիտեմ դուք որտեղ եք այլ տեղ աշխատում, բացի այս հրաշալի հարցազրույցների վարելը։ Մեծ սիրով ձեր թիմի հետ հրավիրում եմ մի օր մեզ մոտ։ Ես էլ կմիանամ ձեր թիմին։ Մենք հակառակորդ թիմերի ավակներ կարող ենք լինել։ Մենք կպայմանավորենք ոդքասթից հետո։ Այդ վաուչերը ձեզ պետք է տայի։ Դրա համար ասում եք տեղերով փոխվենք։ Մենք փոխվենք։ Ես առաջարկում եմ մի հատ արագ այլ կերպ խաղանք։ Ինչ կասես։ Սիրով, ես սիրում եմ այլ կերպ, ահա։ 5 բառ ես, 5 բառ դու։ Շատ լավ։ Իմ մոտ ամեն ինչ պատրաստ է։ Ես չունեմ այլ կերպ։ Չէ, ես իմ հեռախոսը կտամ։ Այո։ Սկսեցինք։ Որ ծովի մեջ չէ, զուգ չէ։ Այտենց հորոսկոպի նշան էլ կա։ Ծովի մեջ։ Հուլիս ամսին, որ հորոսկոպ։ Այո։ Հա, ես էլ ռակ եմ։ Մեկը որ հարուստ չի։ Աղքատ։ Ահա։ Շերլոկ Հոլմսը ինչ էր։ Իր մասնագիտությամբ։ Շերլոկ Հոլմսը։ Իր մասնագիտությամբ ինչ էր։ Լավ, մեկը որ գնում ինչ որ գործեր ա քննում, ահա։ Որ ասենք երեխան շատ լավ կարողանում է մաթեմատիկա անի կամ հայերեն անում։ Չէ, ինքը ինչ ունի։ Լավ։ Հմտություն։ Ուրիշ բառ։ Ունակություն։ Դրա դեմ մի հատ ավելացրեք ինչ որ նախածած։ Լավ, ունակությունը հիշեք չմոռանաք։ Ինչ բանն է փոթորկվում, որ արեգակի ինչ բանն է փոթորկվում, որ մենք ստե ինչ որ գլխացավեր բաներ ենք ունենում մորակի վրա։ Երևույթ է ինքը։ Լավ, այն որն է որ sense պահում եմ ու նա կոպեկը կարա կպնի դրան։ Մագնիս։ Ահա, ինչ բան։ Մագնիսական դաշտ։ Ահա։ Exact, չասացի, բայց ինչ ունակություն է։ Ընդունակություն։ Հեշտ է։ Այո, շատ է։ Հիմա տալիս եմ։ Բայց ես ապով չգիտեմ ոնց խաղալ։ Հաջորդ թիմը սախվում եք ու վերջ։ Հետո ինչ եմ անելու, որ դուք գուշակում եք։ Վերջ, գուշակում եք, նշում եք այդ բառի վրա։ Որտեղ են երեխեքը դիմում դպրոցը ավարտելու համար։ Համալսարան։ Ճագարին այլ կերպ ոնց են ասում։ Նապաստակ։ Մյուսը երկարականջներով ինչ են ասում։ Ինչ, ճագարին նապաստակ ու երկարականջներով ասում են չգիտեմ։ Այն որ նաման աչքերն էլ սենց փախնում է, ինչ են ասում։ Շաշ նապաստակ։ Ընդհանրապես աստղերը ինչ են անում։ Հուշում են, փայլում են։ Դրա սկզբում հակա ածանցյալ անաստղ։ Աստղը ինչ էր լինում։ Անփայլ։ Ահա։ Երբ որ մարդիկ ինչ-որ բան են ունենում իրենց վզին կախած որպես վզնոց։ Չէ, որպես թալիսման։ Ահա։ Ասում ես ես քո եթե նույն ոլորտից ենք գործընկեր չէ եթե նույն ոլորտից ենք ասում ենք վայ նույն ոլորտ այդ բառը հոմանիշ է մասնագիտություն ուղղություն կողմ բնագավառ շլդիկներ են էլ շլդիկ հա մոտիկ է շաշ նապաստակ հա բայց իրական որ աչքերը փախնում ասեն շլդիկ է Մանե ջան, այսօրվա համար մի հատ նկարվենք իրար հետ հիշողություն ունենանք, որտեղ ֆանտաստիկ զրույց էր։ Երևի ամենաունիկալն էր, որ եթե չասեին, որ վերջավորության պահն է արդեն։ Այո, մենք դեռ կարանք խոսանք, մենք արդեն երևի 2 ժամը խոսում ենք։ Դուք եք մի ժամը տեսնում։ Արի նկարվենք սելֆի անենք, ես նոր սերունդը։ Ես մոտենում եմ։ Չէ, բացարձակ, ձեր նստած դից։ Կարևոր նաև իմ առաջինքին հյուրն եք, հիմա էլ դուք մի հատ նկարեք։ Ահա, ոնց եմ անում, այս։ Այո, այդպես։ Որ կնոպկան է։ Այն կողքին, ահա։ Չէ, այն տա առաջին ցույց տված։ Ահա։ Մի րոպե։ Ահա, բնականաբար։ Բայց իմ դիրքին կան անհարմար է։ Փորձեք, ինչ ստացվի։ Որը լավ եղավ դա կդին։ Կարող չէ։ Թեկուս։ Ժորժան, ես սերից շատ հեռու մարդ եմ։ Վերջ, ունենք։ Շնորհակալ եմ շատ Մարինե ջան։ Շնորհակալ եմ շատ, որ իմ հյուրը եղար։ Իսկականից մաղթում եմ քեզ քո նախաձեռնություններում հաջողություն ունենաք, որովհետև դու քո տրամադրությամբ, էությամբ գունավոր մարդ ես ու վստահ եմ, որ քո ճանապարհին ինչ դժվարություն լինի, ջարդելու ես դրանք։ Հերթով ջարդելու ես ու անցնես։ Շնորհակալ եմ շատ։ Իրականում այո, համառությունը շատ կարևոր բան է։ Ես մի նախադասություն ունեմ, որ շատ եմ ասում եմ, եթե պիտի, ապա պիտի։ Կարճ է, բայց հուսադրող է։ Իրականում
բաներ կան, որոնք թվում է թե անհնարին այդ ժամկետի համար կամ ինչ որ առհասարակ լուծելու առումով շատ խրթին, բայց այդ արտահայտությունը իրոք ուժ է տալիս, որ տեղեր կա, որ դու յետդարձի ճանապարհ չունես, տեղեր կա, որ այլևս հիասթափվելու հնարավորություն չունես եւ այլն, եւ այդ արտահայտությունը շատ օգնում է, եթե պիտի, ապա պիտի, հետեւաբար այդ հաղթահարելու առումով հուսով եմ, որ հենց այդ բառախաղն է, որ ինձ օգնում է։ Ինձ թվում է, այս մեր լսողներն եք ֆիքսեն ու կիմանան, որ կա տես սլոգան, որ կարա քեզ օգնի, երբ որ դու դժվարություն ես։ Իրոք, որովհետեւ ել եմ ասում, կան տեղեր, որ դու զգում ես ուղղակի ոտքդ այլևս հետ տալ չես կարող ու եթե պիտի շարունակես, ապա պիտի ելքեր գտնվեն։ Իսկ այդ պիտիների արանքում ահագին բազմակետեր կան, որոնք ամեն մարդ ինքնավորոշում ոնց լուծի։ Ես մի հատ առաջարկում եմ շատ արագ նաև, քանի որ մեր եթերա ժամանակն է սահմանափակ է, մեր ձկանը ասես քո ցանկությունը, ով ինձ թվում է իրականացնում է։ Հաղորդման սկզբում ես ասացի, չէ՞ որ ես ունեցել եմ շատ մեծ գաբարիտային ակվարիում։ Հիմա ես մեր փոքր ակվարիումին կասես քո ցանկությունը մեր ձկանը, որը որ կուզես մենք էլ լսենք ու կուզես իրականանալ։ Իրականում երևի ցավով կասեմ, որ շատ վաղուց հեքիաթային երազանքներ չեմ ունեցել, որովհետև շատ ռեալիստ եմ, շատ, ինչքան էլ գունեղ եմ ամեն ինչը պատկերացնում, էմոցիոնալ եմ եւ այլն, բայց անելիքներիս ու ակնկալիքներիս մեջ շատ ռեալիստ եմ ու տենց իրոք ոչ իրեղեն, ոչ շոշափելի երազանքներ ինձ թույլ չեմ տալիս բարձրացնել այն երազանքները, որ բայց հիմա ստիպված եմ մտածել դրա շուրջ։ Երևի եթե իրականում որևէ մեկը կամ ինչ-որ կախարդական փայտիկ լիներ, որ հնարավոր կլիներ երազանք իրականացնել, դա երևի կլիներ կայուն առողջություն ունենալը ամբողջ ընտանիքի անդամների համար, որովհետև շատ դեպքերում վստահ եմ բոլորը կհամաձայնեն, որ անկախ նրանից դու ինչ ունես, ինչ փուլում ես, ինչ զարգացման պլաններ եւ այլն ունես կամ ինչ ունես արդեն հետ թողած, երբ ունենում ես առողջական խնդիր, ինքը ամեն ինչը քո կարա րոպեների, ժամերի ընթացքում իրոք վերաիմաստավորվի։ Հետևաբար ստացվում է, որ մի բան, բայց կյանքի շարժող ուժ է։ Ինքը առանց որի հնարավոր չի։ Ամենալավ ցանկություն։ Երևի իսկապես։ Դա ուղղակի մի բան է, որը մեր ձեռքում չի միշտ։ Մենք էլի կարող ենք նույն սննդակարգի առումով, չգիտեմ, ապրելակերպի առումով փորձենք շատ բաներ անել, որ լինի մեր ձեռքերում ճակերտաբար, բայց ի վերջո երևի այն ինչը տենց հեքիաթային երազանք է, դա ես հույս ունեմ ինքը ընտանիքի անդամների բոլորի կայուն ամուր առողջությունն է։ Ես ինքս եմ աղթում ձեզ, ձեր ընտանիքի անդամներին առողջություն, հաջողություն ու շատ ուրախ եմ, որ ունենք քո նման կին գործարար Հայաստանում, ով ստեղծում է արժեք, շատ ուրախ եմ։ Մերսի շատ, որ եկաք։ Ես եմ շատ շնորհակալ, իրապես շատ հաճելի զրույց ունեցանք։ Սպասելու եմ մոնտաժին։ Հա, մի շաբաթից։ Արի լույսը անջատենք դուրս գանք։ Ինչ, ես կանջատեմ։ Всё։ Հաջորդ նավանգիստը։ Հաջորդ նավանգիստը մեծ որ։